2020 թվական աշխարհը կանգ առավ եւ լռությունը պատեց նաեւ մանկապարտեզների խմբասենյակները։ Անորոշության այդ օրերին մասնավոր նախադպրոցական կրթության ոլորտը կանգնեց լուրջ մարտահրավերի առաջ։ Մենք հասկացանք, առանձին անտեսանելի ենք, բայց միասին կարող ենք դառնալ լսելի ձայն։ Ամենածանր իրավիճակում իրականում մասնավոր նախադպրոցական հաստատություններն էին։ Աջակցության ծրագրերից նախադպրոցական հաստատությունները եւ հաստատությունների աշխատակիցները դուրս մնացին։ Եվ մենք այսպես հիշելով, որ ես ճանաչում եմ Իրինային, ես ճանաչում եմ Հասմիկին, յուրաքանչյուրս մեր տանը նստած սկսեցինք իրար գրել։ Ընդհանրապես չգիտեինք ինչ սպասել։ Ու ես շատ մենակ եմ այդ ոլորտում այդ ժամանակ։ Արփինեն մեր շատ լավ գործընկերներից համացանցում գրառում կատարեց, որ կարիք կա, որ ոլորտին ուշադրություն դարձնենք, դժվարությունների համար համախմբվենք, պետության հետ համագործակցություն էր պետք։ Միանգամից շատ լայն արձագանք ստացավ այդ պոստը։ Առաջին մարդկանց էր Նելին, որ արձագանքեց, Նելին, Իրինան, Հասմիկը եւ հետո այլոք նաեւ։ Մեզ նաեւ միացավ այդ ընթացքում մեր շատ լավ գործընկերը Արևիկ Օհանյանն եւ մենք 5-ով դարձանք համահիմնադիրներ։ Այն ինչն սկսվեց որպես ինքնաբուխ համախմբում, արդեն 2021 թվականի մայիսին վերածվեց կայուն ինստիտուցիոնալ կառույցի։ Ստեղծվեց մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիան։ Ուղիղ 1 տարի հետո 2021 թվականի մայիսի 21-ին ՄՆՀ ասոցիացիան դարձավ հասարակական կազմակերպություն։ Իհարկե սա հիշեցնում է շատ գեղեցիկ ֆիլմի սյուժե, ինչքան գեղեցիկ ստացվեց հարթ ընթացքով, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Եվ Իրինան եւ Նելի Խաչատրյանը շատ էնտուզիազմով պատմում էին ասոցիացիայի հիմնման կարիքի մասին, պատմում են ինչպես կարող ենք աջակցություն ցուցաբերել, ինչպես կարող ենք մասնավոր գործընկերների հետ ունենալ համագործակցություն, իսկ ես համեստաբար լռում էի, գլխով էի անում, բայց մտքով համաձայն չէ, որովհետեւ մտածում եմ, եթե մասնավոր ոլորտ, ապա ուրեմն կա մրցակցություն, եթե կա մրցակցություն, կա անառողջ հարաբերություն, ուստի հնարավոր չէ։ Ես միշտ հավատացել եմ, որ միասնական ուժն է մեծ սարեր շուռ տալիս ցանկացած ոլորտում։ Առաջին հաղթանակը եղավ հենց այն, որ շատ կարճ ժամանակում մոտավորապես 150 նախադպրոցական հաստատությունների աշխատակիցներ ընդգրկվեցին սոցիալական աջակցման ծրագրերում։ Եվ բնականաբար դա արդեն մեզ բերեց այն մտքին, որ միասին միավորված մենք կարող ենք շատ բան փոխել, կարող ենք շատ խնդիրներ բարձրաձայնել եւ այդ խնդիրներին լուծում տալ։ Բոլորը շատ տարբեր ենք, բայց շատ կարողանում ենք լրացնել իրար։ Մենք շատ համահունչ էինք մտածում բոլոր հարցերի շուրջ։ Այսօր շատ հաճելի է, որ ասոցիացիան ունի արդեն բազմաթիվ լիիրավ անդամներ, ունի շատ համախոհներ, լավ հետագիծ։ Ասոցիացիայի առաքելությունը սկզբից եւս հստակ էր՝ դառնալ այն հարթակը, որը կփոխի նախադպրոցական կրթության դերն ու նշանակությունը մեր երկրում։ Ասոցիացիայի տեսլականը հիմնված է 3 հիմնարար սկզբունքների վրա։ Առաջինը միավորումն է։ Ստեղծվել է միասնական միջավայր մասնավոր հաստատությունների համար, որտեղ մրցակցությանը փոխարինում է փոխաջակցությունը, իսկ առանձին ջանքերը վերածվում են հավաքական ուժի։ Մրցակցություն բոլորովին չկա, շատ փոխօգտակար ընկերություն, մենք իրար լրացնում ենք, օգնում ենք, ցանկացած հարցով դիմում ենք միմյանց։ Ինչ խնդիր լինում է, ով ինչով կարողանում է, օգնում է մյուսներին։ Շատ մեծ ընտանիք ենք ու շատ սիրով օգնում ենք իրար։ Առաջ երբ չկար նման հարթակ, ամեն մեկը իր խնդիրներով էր զբաղված, բայց երբ համայնքը ձևավորվեց, սկսեցին խնդիրները բարձրաձայնել եւ հասկացան, որ տարբեր տեղերում նույն խնդիրներն են։ Եթե ի սկզբանե կարիքից է ձևավորվում միությունը, ապա չի կարող երկարատև պատմություն ունենալ, եթե չկա գաղափարական միասնություն։ Այս ամենի հիմքում արժեքահեն գաղափարական միասնությունն է այն բոլոր կրթական հաստատությունների, որոնք որ ձևավորել են այս միությունը։ Պիտի փաստենք, որ հիմնադիր կազմը գաղափարական մարդիկ են։ Մարդիկ, ովքեր որ այս երկրում ուզում են նախադպրոցական կրթությունը ավելի զարգացնել, ավելի հիմնարար արժեք ստեղծել։ Երկրորդ սկզբունքը պաշտպանությունն է։ Ասոցիացիան հանդես է գալիս որպես ոլորտի շահերի պաշտպան, բարձրացնելով մասնավոր կենտրոնների հեղինակությունը եւ նրանց ձայնը լսելի դարձնելով ամենատարբեր հարթակներում։ Նպատակը իրավահավասար դաշտի ստեղծումն է,
որտեղ յուրաքանչյուր հաստատություն կլինի պաշտպանված ու մրցունակ շուկայում։ Վերջին 3 տարիներին ես կարող եմ մեծ հպարտությամբ ու ուրախությամբ ասել, որ արդեն մեզ միանում են Հայաստանում գործող շատ երկար տարիների փորձ ունեցող, մեծ վաստակ եւ անուն ունեցող կազմակերպություններ։ Դա արդեն խոսում է հենց այն վստահության մասին, որը տարիների ընթացքում ասոցիացիան ձեռք է բերել։ Տեսա, թե որքան մեծ ծավալուն աշխատանք է կատարում ասոցիացիան եւ որքան պետական կառույցներից հրավիրված մարդիկ կային, ովքեր պատրաստ էին կանգնել մեր կողքին որպես մասնավոր հաստատություն եւ այդ բոլորը ասոցիացիան վերցրել էր իր վրա։ Նշաձող է նաեւ մարզերին ներգրավել այս process-ի մեջ, այնպիսի դաշտ ստեղծել իրավահավասար, որպեսզի եւ մարզերում զարգանա նախադպրոցական ոլորտը եւ քաղաքներում։ Ասոցիացիան մեզ տվել է շատ հնարավորություններ, լայն ծանոթություններ եւ ել ավելի լայն դռներ է բացել կոնկրետ մեր մանկապարտեզի համար։ Իր ներդրումը եւ առաջ մղելու ուժը մեզ ել ավելի է ուժեղացնում եւ միավորում։ Եվ երրորդ սկզբունքը զարգացումն է։ Ասոցիացիան աշխատում է մասնագիտական լավագույն փորձի փոխանակման եւ թիմերի հզորացման ուղղությամբ։ Արժևորելով մանկավարժի մասնագիտությունը, շարունակաբար ընդլայնվում են նրանց հմտություններն ու հնարավորությունները։ Այս տարիների ընթացքում իրականացվել են 100-ից ավել մասնագիտական սեմինար քննարկումներ, տասնյակ իրազեկման սեմինարներ ոլորտը վերահսկող եւ կարգավորող տեսչական մարմինների հետ, մենթորության սեսիաներ, որոնց մասնակցել են ավելի քան 3000 մասնակիցներ, որոնց մեծամասնությունը բազմակի անգամ։ Մանկավարժների համար իրականացվել են թիրախային ծրագրեր, սոցիալ-հուզական զարգացում, նախագծային ուսուցում, հեքիաթաթերապիա եւ արտ-թերապիա, երեխայի խնամքի, դաստիարակության, զարգացման, մանկավարժական ժամանակակից մոտեցումներ, մանկավարժական մոդելներ թեմաներով։ Նախադպրոցական ոլորտում աշխատող ցանկացած մարդ կլինի մանկավարժ, տնօրեն, պիտի օժտված լինի ոչ միայն մասնագիտական հմտություններով, տիրապետի մեթոդական նորարարական բազայի, այլ նաև պիտի լինի օրինակելի իր մարդկային տեսակով, իր արժեքներով, իր խոսքով։ Մանկավարժությունը այն ոլորտն է, որտեղ բանաձևերի կիրառում հնարավոր չէ, որտեղ ստեղծված իրավիճակներին լուծումներ պետք է տրվի, հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի անձնային առանձնահատկությունները։ Ասոցիացիայի վերապատրաստումները դաստիարակներին տալիս են ճիշտ գործիքներ, ինչի արդյունքում ապահովում ենք երեխաների որակյալ զարգացումը եւ հետեւաբար ծնողների վստահությունը։ Ծնողների համար կարևոր է արդյունքը։ Թե ինչպիսի արդյունք է ստանում երեխան տվյալ մանկապարտեզ հաճախելուց։ Վերապատրաստումը մենք չենք դիտարկում որպես թուղթ, մենք թուղթ ստացանք, տարանք համալրեցինք մեր թղթերը, դա շատ մեծ բան է տալիս թե դաստիարակին, թե մանկապարտեզին, դա տալիս է նաև մյուս աշխատակիցներին շատ մեծ փորձ, որովհետև եկողները անպայման կիսվում են իրենց փորձով։ Տնօրենների համար սահմանվել են մասնագիտական նոր նշաձողեր, աշխատակազմի մոտիվացիա, ռազմավարական պլանավորում եւ իրավական կարգավորումներ դասընթացների շնորհիվ բարձրացել է հաստատությունների կառավարման արդյունավետությունն ու մրցունակությունը։ Մենք շատ հաճախ քննարկում ենք իր հետ տնօրեններով, խորհրդի անդամներով, թե որ մեկս ինչ խնդիր ունենք մեր նախակրթարաններում, մեր մանկապարտեզներում, մենք էլ կարող ենք որոշել, որ մենք այստեղ թերանում ենք օրինակ կամ կուզեինք ավելի ամրապնդել։ Ասոցիացիան տնօրեններին տալիս է մրցունակ լինելու համար բազմաթիվ հնարավորություններ, տալիս է թիմը ղեկավարելու ճիշտ հմտություններ, տալիս է նոր կրթական մեթոդների հասանելիություն, տալիս է ամեն ինչի մասին առաջինը իմանալու հնարավորություն։ Կազմակերպվող ամենամյա կրթական համաժողովները մեկ տեղում են ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների, իսկ միջազգային համագործակցությունը նոր հորիզոններ է բացել հայաստանյան մասնավոր հատվածի համար։ 2025 թվականին համաժողովին մասնակցեցին 300-ից ավել մասնագետներ, ունեցան 40-ից ավել խոսնակ, ինչպես հայ մասնագետներ, այնպես էլ միջազգային հրավիրված մասնագետներ մասնակցեցին եւ կիսվեցին իրենց փորձով։ Վանգիտելիքը, որ մասնակիցները ստանում են, նրանք անմիջապես կարողանում են կիրառել խմբերում, մանկապարտեզներում, իրենց կենտրոններում։ Մենք սերտորեն համագործակցում ենք մեր միջազգային մասնագետների եւ գործընկերների հետ, բարբեր
պարբերաբար ունենում ենք այցելուներ եւ էքսպերտներ դրսից, ինչը թույլ է տալիս մեզ փոխանակվել փորձով, սովորել եւ նաեւ ինչ որտեղ սովորեցնել եւ մեր յուրահատկությունները երկրի կամ մշակույթի ներկայացնել մեր միջազգային էքսպերտներին։ Այսօր Միլանի Նիդո Ջակարանդա մանկապարտեզում եմ։ And I've been working in Armenia for 5 years. For the last 6 months, we've been collaborating with the association. We are planning to implement 3 surveys to better understand the situation of childcare in the country. So I'm very grateful to be working with the association. They've been extremely helpful, providing a lot of information about the current situation in Armenia, giving me contacts, room and space to implement a valuable survey that we believe is going to benefit the whole country. Проектной деятельности крайне важно, чтобы это было еще как-то зафиксировано. Եվրասիա միջազգային համալսարանը մեծ սիրով է համագործակցում ասոցիացիայի հետ մի պարզ ու ճշմարիտ արժեքի համար։ Մշտապես մենք աշխատում ենք երկուսս էլ հանուն դաստիարակի, ուսուցչի, մանկավարժի եւ հանուն կրթության եւ հասանելի կրթությունը ոչ միայն մեր ուսանողների, մեզ ընտրած շահառուների համար են, այլ նաեւ ասոցիացիայի այն անդամների, ովքեր մեծ սիրով գալիս են մեզ մոտ, դասընթացներին են մասնակցում, վերապատրաստում են, որովհետեւ ցանկացած վերապատրաստված մասնագետ հետագայում նաեւ մեր աշխատակիցն է։ Այս ամբողջ աշխատանքն ամրապնդվում է իրավական դաշտում։ Մշակվել եւ ներկայացվել են օրենսդրական բարելավման տասնյակ առաջարկներ, որոնք պաշտպանում են մասնավոր հաստատությունների շահերը, ստեղծում իրավահավասար դաշտ եւ նպաստում պետություն մասնավոր հատված կայուն երկխոսությանը։ Յուրաքանչյուր կազմակերպություն, ով երեխայի հետ գործ ունի, պարտավոր է լիցենզավորված լինել։ Մեզ համար դա շատ կարևոր է, բայց դրա հետ միասին պարտավոր ենք ստեղծել իրավահավասար դաշտ բոլորի համար, որպեսզի այդ գործընթացը դյուրին լինի կամ գոնե թափանցիկ լինի։ Հայաստանի Հանրապետությունում կա մոտավորապես 400-ից ավել նախադպրոցական մասնավոր հաստատություն, որոնցից այդ պահին գուցե 50-ն էին լիցենզավորված եւ առաջին խոչընդոտը դրա ճանապարհին եղել է հենց տարածքի նշանակությունը։ Առաջին մեծ հաղթանակը ասոցիացիայի հնարավորություններ, որը ստացան կազմակերպությունները լիցենզավորվելու մինչև 2024 թվականի սեպտեմբերի 20-ը, անկախ նրանից, թե ինչ նշանակություն ուներ տարածքները, որում իրենք գործունեություն էին ծավալում։ Խնդիրը ժամանակավոր լուծում ստացավ, բայց դա շատ մեծ հաղթանակ էր։ Տնօրենները եւ կառավարող աշխատակազմը մասնավոր նախակրթարանների ունեն այլ մարտահրավերներ։ Բնականաբար մարտահրավերներից ելնելով այլ հմտություններ են զարգացնում, որպեսզի կարողանան լավ կառավարել տվյալ հաստատությունները։ Նախընտրելի կլինի, ցանկալի կլինի, եթե մեր տնօրեններին վերաբերվող պահանջները համապատասխանեն այն մարտահրավերներին եւ այն կարիքներին, որ ունի մասնավոր սեկտորը։ Եվ երկրորդ մեծագույն հաղթանակը ես համարում եմ որոշակի առումով աշխատաշուկայի խնդիրը թեթևացնելը։ Մեր նպատակն է հասնել իրավահավասար պայմանների, ինչպես դպրոցի մասնագետներին են թույլ տալիս ոչ մանկավարժական կրթությամբ աշխատել դպրոցում կրեդիտներ հավաքելով, նաև մեր ոլորտում չունենալով մանկավարժի որակավորում ստանալ կրեդիտներ եւ աշխատել մանկապարտեզում։ Քանի կա ոլորտը, քանի կան երեխաների եւ քանի կա մանկապարտեզները, մենք պետք ենք պետությանը եւ պետությունը պետք է մեզ, ուստի կարծում ենք, որ մենք աշխատելու ենք շատ երկար տարիներ։ Շատ կարևոր է պետության հետ համագործակցություն, ընդհանրապես պետական կառույցների հետ համահունչ, համագործակցային եւ կառուցողական աշխատանքը։ Մեր ասոցիացիան ունի իր ելակետում հենց այդ սկզբունքը, որ ամեն ինչ պետք է կառուցողական եւ տրամաբանական համագործակցային հիմքով լինի։ Այսօր ասոցիացիան միավորում է 50 լիիրավ անդամ հաստատություն, որոնց համար ստեղծվել է մասնագիտական աջակցության եւ փորձի փոխանակման միասնական հարթակ, ինչպես նաեւ 150-ից ավել ասոցիացված անդամներ։ Կենտրոնում երեխան է, կառույցն է, ծնողն է, այսինքն պետությունն է ստացվում։ Այո, հիմնական գաղափարը երեխայի շահից բխող լավագույն կրթություն ապահովելն է։ Լինի դա պետական հաստատությունում սովորող երեխա, թե մասնավոր հաստատությունում։ Ես միշտ հավատում եմ նրան, որ յուրաքանչյուր գործունեության հիմք դա թիմն է, բայց միշտ պետք է այդ ակտիվ ուժը կամ այն դրայվով ինչ-որ մեկը, որ այդ թիմը տանի եւ կարծում եմ Նելին այդ ֆունկցիան շատ լիարժեք գերազանց կատարում է։ Յուրաքանչյուրիս անհատական ջանքը
չի բերի այդքան փոփոխության, ինչքան բոլոր անհատների միավորված ջանքը։ Իրենք բոլորը հավատացին դրան եւ յուրաքանչյուր նոր անդամ, որ գալիս է ասոցիացիա, հենց այդ մտքով գալիս է որպես անհատ, բայց դառնում է մեծ ընտանիքի անդամ, տեսնում է, որ իր մասնակցությամբ շատ բան կարող է փոխվել երկրում, հասարակությունում, մեզնից յուրաքանչյուրի կյանքում, ինչի՞ չէ նաև մեզնից յուրաքանչյուրի բիզնեսում։ Մեր միասնականության մեջ խնդիրները շատ արագ են լուծվում։ Առաջ եթե ունեինք խնդիրներ ու այդ մարտահրավերները առաջ մենք ինքներս միայնակ էինք կանգնած, այս պահին արդեն շատ արագ բոլոր բարձրացված հարցերը լուծում էր ստանում։ Ապագան պատկերացնում ենք հավակնոտ, որովհետև անելիքը շատ է, ինչքան էլ մենք 5 տարիների ընթացքում փորձել ենք բավականին լավարկել վիճակը, համախմբել, բայց անելիքները եւ մարտահրավերները շատ են։ Ամբողջ այս ընթացքին, որ մենք աշխատել եւ համագործակցել ենք միասին, ամեն փոքրիկ գաղափար տեսնում ես, որ դառնում է գործ։ Ասոցիացիայում հավաքվել ենք պերֆեկցիոնիստներով, ովքեր ուզում են մեր երեխաներին լավագույնը տալ։ Որակյալ կրթություն, որակյալ կրթական պայմաններ եւ շատ կարեւոր նաեւ սոցիալ-հուզական միջավայր։ Կարծում եմ դեռ երկար տարիների եւ աշխատանք ունենք եւ եռանդուն ենք աշխատանքները իրականացնելու։ Մանավանդ երբ որ մենք տեսնում ենք մեր աշխատանքների պտուղները, մենք տեսնում ենք մեզ միացող նոր անդամների, մենք տեսնում ենք յուրաքանչյուր մեր վերապատրաստման կամ սեմինարից դուրս եկող մասնագետի ոգևորված հայացքը, երբ որ իրենք ուզում են այդ գիտելիքը տանեն, հենց վաղը արդեն կիրառեն։ Տեսնում ենք յուրաքանչյուր տնօրենի, ով ինչ որ մի բան չգիտեր, մեզ հետ միասին սովորեց, բացահայտեց իր համար նոր որակներ, նոր եզրեր աշխատանքի, դա մեզ տալիս է ուժ, եռանդ շարունակելու եւ ավելի հետաքրքիր ու մեծ գործեր անելու։ Այսօր ասոցիացիան ավելին է, քան պարզապես կազմակերպություն։ Այն մի մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրը ունի իր վաղվա տեսլականը, իր ձայնը, ունի աջակցության հնարավորություն, ունի իր ակնկալիքը, ունի լավ ընկերություն, ունի իր տեղը եւ հզորանալու հնարավորություն, ունի տակուկանկյունը, ունի հնարավորություն ներկայացնելու նորարար գաղափարներ, ունի պաշտպանություն, ունի իր տեսակետը, ունի կարևորություն, ունի ուժ, ունի իր կարևոր ներդրումը եւ ունի իր կարևոր դերը։